Բազմամասնագիտական թիմային աշխատանքում մասնագետներից յուրաքանչյուրն ունի իր ներդրումը։ Մարինե Մկրտչյան հոգեբանական ծառայությունների կենտրոնը գործունեության 3 տարիների ընթացքում համալրել ու շարունակում է թիմում ներգրավել տարբեր ծառայություններ մատուցող մասնագետների։ Զարգացման խնդիրներով երեխաների հետ աշխատանքը կենտրոնում կազմակերպվում է նորագույն մեթոդներով, ժամանակակից դիդակտիկ պարագաներով հագեցած ու կահավորված կաբինետներում։ Էրգոթերապիայի մասնագիտացված սենյակը դրանցից մեկն է։ Ունենք մանկավարժի հատուկ, լոգոպեդի, հոգեբանի, բայց չունենք էրգոթերապիայի մասնագիտացված կաբինետ եւ միտք ծագեց, որ արդեն ժամանակն է, քանի որ այսօր գիտենք բոլորս, որ բավականին շատ է խնդիրը տարածված է կաբինետ էրգոթերապիայի, հենց նախատեսված է խոսքային խնդիրների, հոգեխոսքային զարգացման հապաղում ունեցող երեխաների եւ աուտիստիկ սիմպտոմատիկայով երեխաների համար։ Էրգոթերապիստի մասնագիտությունը Գյումրիում դեռ նոր է կայանում։ Մարինե Մկրտչյան հոգեբանական կենտրոնի վերապատրաստված միջազգային որակավորում ստացած մասնագետներն այդ բացը լրացնում են, օգնում են երեխաների մոտ զարգացնել անհրաժեշտ հմտությունները։ 2 Հոգեբանական կենտրոնի արհեստավարժ մանկավարժներից է Գոհար Ղազարյանը։ Աշխատում է աուտիստիկ սպեկտրի խանգարում կամ խոսքի հապաղում ունեցող երեխաների հետ։ Բարդ, բայց հետաքրքիր աշխատանքն իրականացնում է նորագույն մեթոդներով։ ILS ծրագիրը լոգոպեդի աշխատանքում նեյրոհոգեբանական մոտեցման նոր մեթոդ է, թերապիա, որը հնարավորություն է տալիս երեխային զուգահեռ մի քանի գործողություն կատարել մարզելով ուղեղի 2 կիսագնդերը միաժամանակ։ ILS թերապիայի գործիքա կազմը ինքը հենց բուն նաուշնիկն է, ականջակալերը կներեք, որի վրա կա նաև հատուկ բուն կոնդակտոր, որը շատ թույլ վիբրացիա է հաղորդում ոսկրային համակարգով, որ նպաստում է ուղեղում հատուկ նեյրոնների առաջացմանը, նեյրոնային կապերի ստեղծմանը, ակտիվացնում է եւ իր մեջ ներառում է այսպիսի մի համակարգ, որում մշակված երաժշտությունն է, որ միացվում է եւ երեխան լսում է ֆիլտրված երաժշտությունը, դասական երաժշտություն։ Նպատակը ուղեղում առկա նեյրոնների մարզումն է։ Մենք փորձում ենք ուղեղում առկա նեյրոնները օգտագործել ֆունկցիոնալ, այսինքն նպատակային, եւ այս թերապիան տարբերվում է մյուս բոլոր թերապևտիկ մոտեցումներից, քանի որ երեխան աշխատանքային գործընթացի ընթացքում միաժամանակ կատարում է մի քանի գործունեություն, լսում է հատուկ մշակված դասական երաժշտություն եւ իրականացնում է նեյրովարժություններ։ Ներդրվող էրգոթերապիայի ծառայությունն առողջության վերականգնողական կարևոր փուլերից մեկն է։ Այն նախատեսված է ոչ միայն զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար։ Ծառայությունը հասանելի է նաև վերականգնողական խնդիրներ ունեցող մեծահասակների համար։ Թերապիային կարող են մասնակցել 2-ից մինչև շատ բարձր տարիքի անձինք, ընդհուպ մինչև նրանք, ովքեր ինսուլտի հետևանքով ունեն խոսքի կորուստ, երեխաներ, ովքեր ունեն խոսքի զարգացման հապաղում, ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներ, աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաներ կամ դեռահասներ։ Դերևս ինձ համար նույնիսկ որպես մանկական հոգեբույժ չլսված, ինձ համար նորություն հանդիսացող մեթոդների ու բուժական վերականգնողական այդ ծառայությունների մասին ուղղակի ես ոգևորությունից չգիտեմ ինչ ասեմ։ Եվ գիտեք ինչը ինձ շատ ոգևորեց, ես նաև իրենց ասեցի, որ այստեղ աշխատում են ոչ միայն երեխաների խնդիրները շտկելու վերականգնողական բուժում են անցկացնում, այլ նաև պատրաստում են մայրերին եւ գիտելիքներ եւ կարողություններ, որպեսզի կարողանան իրենց կիսատը, չարվածը, չհասցվածը լրացնեն եւ շտկեն նաև մայրերը տան պայմաններում։ Մարինե Մկրտչյան հոգեբանական կենտրոնի բոլոր մասնագետները վերապատրաստված են, պարտադիր ունեն վարքային թերապիստի որակավորում։ Զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքում վերջիններիս վարքը կառավարելու հմտություններին տիրապետելն անհրաժեշտություն է։ Վարկային թերապիան շատ կարևոր է, որովհետև ինչ մասնագետ է լինի լոգոպեդ, էրգոթերապիստ, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ, նախ եւ առաջ կարևոր է, որ եթե աշխատում ես աուտիզմ ունեցող երեխաների կամ զարգացման խնդիր ունեցող երեխաների հետ, դու լինես նաեւ վերապատրաստված վարկային թերապիստ։ Մենք իրականացնում ենք ABAT որակավորում վարկային թերապիստների համար, ու թիմը վերապատրաստվել է մեզ մոտ։ Էրգոթերապիայի ծառայությունը այս կենտրոնում կօգնի
աուտիզմ ունեցող եւ հոգեխոսքային զարգացում ունեցող երեխաներին լինել ինքնուրույն իրենց առօրյայի գործողություններում։ Այս ծառայությունը կօգնի զարգացնել երեխաների մանր մոտորիկան, կհաղթահարեն զգայական ինտեգրացիայի խանգարումները, սննդի ընտրողականության խանգարումները։ Էրգոթերապիայի նորագույն մեթոդներով ներդրվող ծառայությունը Մարինե Մկրտչյան հոգեբանական կենտրոնի առաջարկներից հերթական, բայց ոչ վերջինն է։ Ծանր ու պատասխանատու աշխատանքից առաջ բազմամասնագիտական թիմը նախ միասնաբար աղոթեց եւ քահանայից օրհնություն ստացավ։ Օրնեսի եւ սերպեսի ջուրս հացս աղս այս նշանավ։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։